Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Ես իմարի պես մի բայր Աուրելիո։ Ինչու ես ընդդիմանում։ Ես կարող ներարկել քեզ քնած ժամանակ եւ ոչ ոք ոչինչ չի իմանա։ Ոչ, այնպես որ հանգիստ մնա լավ։ Ես սա քեզ համար եմ անում հորեղբայր։ Հանգիստ, գույշ։ Ես ստիպված եմ փրկել քեզ։ Ինչ է կարծում ես պատրաստվում եմ սպանել քեզ։ Երբ բոլորը շատավ գիտեմ, որ ես լավ մասնագետ եմ, դե խնդրում եմ, ձեռքդ մի կողմ տար։ Դու դեռ պետք ես վանականին։ Նա դեռ պետք է իր գործը իրականացնի։ Դե լավ, թող ներարկեմ քեզ։ Ոչ, ոչ։ Բժիշկ, այս հիվանդը չի ուզում որ իրեն ներարկեն։ Միան հանգստացեք բժիշկ Բորովսկի, ես ինքս կներարկեմ։ Նա պետք է քնի ու մի փոքր հանգստանա։ Սա այս ցուցահանդեսի ամենավատ պահն է, Տոնի։ Մենք պետք է հետաձգենք ցուցադրությունը։ Դե Բրոմելիայո դու ճիշտ ես, ժամանակին եկար։ Բրոմելյան ու ես խոսում ենք ցուցահանդեսի մասին, Անաստասիա։ Նա կարծում է, որ ավելի լավ է այն հետաձգենք, որովհետև այնպիսի իրավիճակ է, որ մենք ստիպված ենք հետաձգել։ Ինչ ասացիք։ Իսկ կարող եմ իմանալ ով է այս գրասենյակում Բրոմելյան, որպեսզի որոշի թե մենք ինչ կարող ենք անել կամ չանել։ Բրոմելյան Բորովսկի ոսկերչական սրահի նոր տնօրենն է։ Այդ ցուցահանդեսն ինձ ոչ մի վստահություն չի ներշնչում։ Բարի լույս, Աուրելիո։ Ուրախ եմ քեզ տեսնել, Անաստասիա։ Ես անհանգստանում էի քեզ համար։ Քեզ հետ ոչինչ չպետք է պատահի, որովհետև ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Հիանալի է։ Սա շատ լավ սկիզբ էր։ Բարի գալուստ կյանք։ Համոզված եմ, որ շուտով ինձ ավելի լավ կզգամ։ Դու դեռ ավելի շատ համբույրներ կստանաս, սիրելիս։ Ինչ ես անում այստեղ։ Այստեղ գովազդ է տեղադրված եւ ասում է, որ Օվիդիոն եւ Ալեքսանդրան իրենց սեփական ոսկերչական խանութն են ուզում բացել։ Ոչ, չի կարող պատահել։ Ինչպես։ Ինչպես թե իմ քույրը ոսկերչական խանութ է բացում։ Ոչ, չի կարող պատահել։ Ահա եւս մեկը ում շատ կարոտել էի։ Իմ խենթուկը։ Ինչպես ես քեզ զգում, սիրելիս։ Գիտես, անկեղծ ասած դեռ այնքան էլ լավ չեմ զգում։ Աուրելիո, սիրելիս, բժիշկն ասել է, որ դու չպետք է շատ խոսես։ Ճիշտ է, սիրելիս։ Նա ճիշտ է ասում, գիտես, անցած օրը ես քեզ համար աղոթում էի Սուրբ Կարմենին, ու երբ եկա այստեղ նրանք թույլ չտվեցին, որ քեզ տեսնեմ, ես շատ բարկացա, սիրելիս, որ չկարողացա աչք փակել, եւ միայն անդադար աղոթում էի Աստծուն։ Մայրիկ, խնդրում եմ, մի անհանգստացիր։ Գիտես ինչու։ Որովհետև լավ զգալու համար ինձ այլևս ոչինչ հարկավոր չեմ։ Ես արդեն ամեն ինչ ունեմ։ Իմ երկու սիրելիները ինձ հետ են հիմա։ Որդիս նա։ Աուրելիո, կարծում եմ ավելի լավ է գնանք, որպեսզի դու հանգստանաս, սիրելիս։ Հիշիր, թե բժիշկն ինչ է ասել։ Այցելուներ չընդունելու որքան հնարավոր է երկար ու հանգիստ քուն մտնել։ Մենք եկել ենք, որ համոզվենք, որ դու քեզ արդեն լավ ես զգում։ Կարծում եմ ավելի լավ կլինի մենք գնանք, որ դու կարողանաս մի փոքր քնել։ Տեր Աստված չի կարող պատահել նման բան, չի կարող ինձ հետ պատահել, պարոն Տոն, ինչպես։
Ուրեմն դու ոչինչ չգիտեիր նրանց նախագծերի մասին։ Ոչ, իհարկե ոչ։ Ճիշտ է, Ալեքսանդրան հասարակության առջև ոչնչացրեց իմ հռչակն ու կոչումը, բայց ինչպես կարող եմ մտածել, որ այդ ամենի ետևում Օվիդիոն կարող է բիզնես սկսել, սա անհավատալի է։ Ենթադրում եմ, որ հիմա դու իսկապես կուզենաս հետաձգել ցուցահանդեսը, չէ՞։ Խելագարվել ես Բրոմելիա, ոչ մի դեպքում։ Ցուցահանդեսի համար դեռ 1 ամիս ունենք, իսկ այդ 1 ամսում շատ բան կարող ենք անել։ Այդ ժամանակ արդեն ոչ ոք չի կարող հիշել այդ մասին։ Անաստասիա, խնդրում եմ, լսիր, իթե չես տեսնում քո քույրը քեզանից վրեժ խնդիր է լինում։ Նա մրցում է քեզ հետ, նա այդ ամենը անում է, որ կործանի քեզ ու քո ունեցած հաջողությունները, մի խոսքով ուզում է ոչնչացնել քեզ։ Քույրդ պատրաստված եկել է, որ գրավի քո տեղը։ Նա քեզ տապալել է, հողին է հավասարեցրել քո հռչակն ու ճանաչումը հասարակության առջև, եւ եթե դու չհրաժարվես այդ ցուցահանդեսից, քեզ համար ավելի վատ կլինի։ Միևնույն է, նա կհաղթի քեզ, նա ամեն դեպքում կհաղթի։ Ելանդա։ Աստված իմ տղաս, ինչպիսի անակնկալ դու այստեղ ես։ Այո, ես տուն զանգեցի ու ասացին, թե ինչ է պատահել, ինչ է տեղի ունեցել։ Պատկերացնում ես, նորից այդ վանականը խանգարում է մեր անդորը։ Նա առևանգել էր իմ յադիրային, Աուրելիոն էլ նրան փրկելու ժամանակ վիրավորվել էր հրազանի կրակոցից, դե ինչ կասես։ Անհնար է։ Ոչ, մի անհանգստացիր, որովհետև ամեն ինչ արդեն անցյալում է։ Ես հենց նոր նրա մոտ էի, վտանգն արդեն անցել է, փառք Աստծո։ Փառք Աստծո։ Բարեբախտաբար Աուրելիոն ուժեղ ու առողջ տղամարդ է։ Այո։ Իսկ դու որտեղ էիր այս ընթացքում, կյանքդ ինչպես է։ Բանն այն է, որ ես ճեմարան եմ վերադարձել Յոլանդա, այո։ Հիմա ես պետք է մտածեմ։ Մտքերս կարգավորեմ այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի ունեցել։ Պետք է զգացմունքներս կարգավորեմ։ Եթե բախտս բերի, ես շուտով քահանա կդառնամ։ Իսկ Վիոլետան։ Վիոլետայի ու ձեր փոքրիկի հետ ինչ է լինելու։ Լսիր, այդ ուր ես գնում։ Ռոզան ինձ է սպասում, մենք հիվանդանոց ենք գնում։ Ես անհանգստանում եմ Աուրելիոյի համար, նաև Անաստասիայի համար եմ շատ անհանգստանում։ Նա հիմա պետք է որ վատ վիճակում լինի։ Դա ինձ չի հետաքրքրում, դու պատրաստվում ես 1 ամսից երեխա ունենալ, եթե հուզվես ու անհանգստանաս, կարող է այնպես պատահի, որ երեխան ժամանակից շուտ կծնվի։ Լսիր, մայրիկ, այդքան վատատես մի եղիր, լավ հանգստացիր։ Մենք կգնանք, բայց շուտ կվերադառնանք։ Չգիտեմ, Վիոլետա, դու կարակ ասես գնում, գիտես ես անհանգստանում եմ երեխայի համար, ավելի լավ չի լինի, եթե դու պարզապես զանգես ու իմանաս, թե ինչպես են այրեն զգում։ Բացի այդ, միգուցե այնտեղ Սանտիագոին հանդիպես, իսկ քանի որ ձեր հարաբերությունները այնքան էլ լավ չեն, համոզված եմ դու կվերադառնաս արցունքներն աչքերիդ։ Մայրիկ, անհոգ եղիր, վստահիր ինձ, լավ։ Լսիր, Աուրելիոն միշտ էլ լավ է վերաբերվել ինձ, հասկանում ես, նրան այցելելը նվազագույնն է, որ կարող եմ անել, այլևս ոչ մի խոսք այդ մասին։ Չգիտեմ, ինձ այդ միտքը դուր չի գալիս։ Լսիր, մայրիկ, հանգստացիր, հանգիստ եղիր։ Լսիր, Լեոնն այնտեղ կլինի եւ ես կարող եմ նրան հարցնել, թե ինչպես է իմ Պաբլիտոն։ Նաեւ հերթական ստուգումը կանցնեմ, լավ։ Այո։ Անհոգ եղիր, լավ, օրհնիր ինձ, մայրիկ։ Աստված օրհնի քեզ, շատ զգույշ կլինես։ Սիրելիս, Գալիս եմ։ դե արի գնանք տաքսու վարորդը սպասելու համար գումար կուզի։ Դե օրհնությունդ, մայրիկ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Հաճելի շամանց եմ ցանկանում։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի է, որ եկաք։ Հաճելի շամանց։ Ողջույն, Ալեքսանդրա, դու ճիշտ քո քրոջ Անաստասիա Բորովսկու նմանակն ես։ Չես կարծում, որ դա կարող ես իօգուտ քեզ օգտագործել։ Ոչ, խնդրում եմ ձեզ, մենք նմանակներ ենք, որովհետև զույգեր ենք, բայց ես ավելի գեղեցիկ ու գայթակղիչ եմ, դուք այդպես չեք կարծում։ Միշտ ես եմ նրա փոխարեն բեմահարթակ բարձրացել ու հասարակությանը ներկայացել։ Անաստասիան միշտ օգտագործել է ինձ։ Իսկ հիմա ժամանակն է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը։ Արտասովոր Անաստասիան որպես այդպիսին գոյություն չունի։ Միշտ ես եմ նրան ներկայացրել։ Ես զմալված եմ։ Ես ուղղակի հիացած եմ։ Այս հավաքածուն պարզապես շատ ազդեցիկ է։ Ապա տեսնեմ ինչ գեղեցիկ է։ Սպասիր, մի կողմ քաշվիր։ Այս զարդը նման է հենց այն զարդին, որ անցած օրը տեսա Անաստասիայի մոտ։ Ինչ, Անաստասիայի մոտ։
Այո, ապա տեսնեմ, շատ գեղեցիկ է, այս մեկն էլ։ Հորաքույր, ներս արի, արի այստեղ։ Այո, այս վզնոցը այն յուրօրինակ է։ Այո, այս մեկն էլ է լավը։ Սա էլ նման էր իմ տեսածին։ Սա էլ։ Հորաքույր։ Ես սարսափած եմ։ Դուք այս հավաքածուն արտասովոր Անաստասիայից եք գողացել։ Ինչպես։ Ինչ ասացիք։ Դե այո, ես ասացի այն, ինչ ասացի, գրողը տանի։ Այո, դե ասացի, որ այս զարդերը նման են Անաստասիայի նմուշներին, որ պատրաստել է հայրիկիս ոսկերչական սրահի համար, այսինքն սա նշանակում է, որ դուք, դե մի խոսքով գողացել ես քո քրոջ միտքը։ Իթե հնարավոր է։ Ինչ կարող եք հավելացնել ասվածի վերաբերյալ։ Այո, դե ինչ կասես այս ամենի վերաբերյալ, ասա տեսնեմ ինչ կարող ես ասել, դու ինքդ ես ոճավորել այս զարդերը, թե կրկնօրինակել ես։ Խոսիր։ Օվիդիո Բորովսկին մրցակցության մեջ է մտել իր իսկ ընտանիքի հետ։ Հավատս չի գալիս ներսեփական ոսկերչական սրահն է բացել։ Ինչ ես մտածում, Սանտիագո։ Նա դա բացելու Ալեքսանդրայի հետ գողացել Անաստասիայի բոլոր հիանալի գաղափարները։ Չի կարող պատահել։ Այո, ինքդ նայր, ահա նկարները։ Ահա այն աշխատանքները, որ մենք 4 ամսում ենք արել։ Իսկ այժմ ստացվում է այնպես, որ Ալեքսանդրն է աշխատել հավաքածուի վրա, իսկ Անաստասիան կրկնօրինակել է դրանք։ Բանն այն է, որ ես չեմ կարողանում հասկանալ, ինչպես է հարազատ քույրը այդպես վարվում քրոջ հետ։ Վստահ եմ այդ ամենի ետևում Օվիդիոն է կանգնած։ Նա է Ալեքսանդրայի գլուխը հիմարություններով լցրել, նա է տրամադրել նրան քրոջ դեմ։ Սանտիագո, խեղճ Անաստասիան, այս ամենը նրան կկործանի։ Ես չէի ցանկանում այս մասին հրապարակել, բայց դա քրոջս համար կյանքի ու մահվան հարց է, ինչ էլ լինի ես սիրում եմ նրան։ Բոլորովին էլ անհրաժեշտ չէ։ Թույլ տուր ասեմ, Օվիդիո, գիտեմ դա ամենավատ բանն է, որ ինձ միշտ ցավ է պատճառել, բայց իմ քույր Անաստասիան միշտ իմ գաղափարներն է գողացել։ Այո, ես գծագրում էի ոճերը, իսկ հետո նա ասում էր, թե ինքն է արել դա։ Ահա որ է։ Իսկ ինչու նախկինում չէիք ասում այդ մասին։ Դե, որովհետև շատ ամաչկոտ աղջիկ էի։ Այո։ Ինքն ամփոփ էի։ Նաև վախենում էի։ Ես ծովափնյա տանն էի ապրում, հեռու ամեն ինչից եւ իհարկե իմ քույր Անաստասիան երբեք չի ցանկացել ինձ որևէ տեղ տալ։ Երբ Օվիդիոն հայտնվեց իմ կյանքում, նա հիանալի մարդ է, նա սովորեցրեց արժևորել ինձ ու հավատալ սեփական ուժերիս։ Ոչ, սպասիր, ոչ, մի րոպե, սպասեք, մի րոպե, վերադարձիր այդ վատ մասին, Անաստասիան իսկապես ծեծել է քեզ, թե ոչ։ Ոչ, բայց նա ինձ համոզել էր, թե ինձ մոտ ոչինչ էլ չի ստացվում։ Բայց հիմա Օվիդիոյի ոսկերչական խանութով ես ձեզ բոլորի ցույց կտամ, որ արտասովոր Անաստասիան պարզապես մի պատնեշ է եղել ինձ համար, որի հաջողության ետևում միշտ ես եմ թաքնված եղել։ Ես կանգնած եմ եղել ստվերում ու երբեք չեմ երևացել։ Կեցես, վերջապես երեք քույրերի պատմությունը բացահայտվեց։ Այո։ Հանգստացիր քերի, ամեն ինչ լավ կլինի, այ կտեսնես։ Դե իհարկե, ցավում եմ, որ Մարիա Գրացիան հիմա այստեղ չէ։ Նա կհապարտանար իր հայրիկով։ Ագրիպինա, այստեղ արի Ագրիպինա։ Ինչպես են գործերը խոհանոցում։ Լսիր, սիրելիս, ամեն ինչ շատ համեղ է լինելու, ուղղակի հիանալի է ստացվում։ Ապրես, կեցես։ Վստահ եմ այն հաջողություն կունենա։ Այո, պարոնայք, իհարկե։ Տարօրինակ է, ինչու մարդիկ դեռ չեն եկել, որ ժամին էինք նրանց գրանցել, ժամը քանիսի պետք է գային։ Ճիշտ է, նրանք արդեն պետք է այստեղ լինեին։ Այո։ Տարօրինակ է։ Ոչ, սպասեք, դուք գիտեք լրագրողները ինչպիսին են։ Այո, բացի դա երթևեկությունը նույնպես իր դերը ունի։ Նրանք սիրում են, երբ մարդիկ իրենց են սպասում։ Աստված իմ, ես ամենագետ գրիպին եմ, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են այդ բամբասկոտ մարդիկ, երբ ուտելիքը մատուցվում է անվճար եւ կա բամբասելու առիթ, նրանք առաջինն են գալիս, բայց տարօրինակ է, որ դեռ ոչ ոք չկա, շատ տարօրինակ է։
Այո, տարօրինակ է։ Դուք իրավացի եք Տիկին Ագրիպինա, շատ լավ բամբասանքի թեմա կա, բայց դեռ ռեստորանի մասին չէ։ Դե բանն այն է, որ այսօր տեղի է ունենալու Օվիդիոյի եւ Ալեքսանդրայի ոսկերչական սրահի բացումը։ Կարծում եմ այդ արարողությունը ավելի կարևոր է, քան ձեր ռեստորանի բացումը։ Բայց ինչպես։ Այո, ճիշտ է։ Բայց ինչպես է նման բան հնարավոր։ Եթե դա ճիշտ է, ուրեմն ծրագիրը իրականացվեց Ագրիպինա։ Ահա որը չի կարող նման բան պատահել։ Ին որդին Օվիդիոն տես թե ինչ արեց ինձ հետ։ Պատկերացնում եմ, որքան բավարարված եք ձեզ զգում։ Ամբողջովին լիակատար վիսան քո փողի մասին հետո կխոսեմ։ Վստահ եմ, որ դուք շատ լավ գիտեք, թե որքան պետք է ինձ վճարեք, բայց ավելի լավ է ես հիմա գնամ, որովհետև ինձ կարող են տեսնել եւ գլխի ընկնել, որ Բորովսկի ոսկերչական սրահից ես եմ գողացել նմուշները։ Այո, ավելի լավ է զգույշ լինենք։ Շնորհակալ եմ։ Ավելի լավ է հետնամուտքով դուրս գաս, տեսով է գալիս այստեղ։ Ալեքսանդրա, ինչ է այս ամենը նշանակում։ Սա օրինազանցություն է համարվում Աստվածին։ Իհարկե, երեք երբ Ալեքսանդրն հիվանդանոցում լաց էր լինում Աուրելիոյի համար, ես չկարողացա հավատալ դրան։ Չկարողացա, վերցրու գոհիտը։ Լսիր, այն շատ համեղ է, Մակո, բայց դեռ կանաչ է։ Իհարկե, հիանալի է։ Չեմ հասկանում ինչու է Ալեքսանդրան իրեն այդպես պահում, նա այդպեսին չի եղել։ Բիա։ Ես կարող եմ Ալեքսանդրայի հետ խոսել, որովհետև մենք ընկերներ էինք եւ նշաններով էինք իրար հետ խոսում։ Գրեգորիա, գիտես, բանն այն է, որ շատ հաճախ մարդիկ փոխվում են, հաճախ նրանք դեպի լավն են փոխվում, հաճախ դեպի վատը։ Ալեքսանդրայի դեպքում ես պարզապես մոռացել եմ, թե որքան լավն էր նա։ Պարզապես ես արդեն հոգնել եմ այդ ստերից։ Հիմա արդեն բոլորին հայտնի է, որ դու կրկնօրինակել ես իմ գաղափարները։ Ես նման բան անգամ դպրոցում չեմ արել, ինչ ես խոսում։ Միայն մի անգամ ես ցանկացա ֆիզիկայի թեստի համար փոխել, բայց չկարողացա եւ վատ գնահատական ստացա դրանից։ Ես երբեք ոչինչ չեմ կրկնօրինակել քեզնից։ Լսիր, կրկնօրինակիչ։ Եթե քույրդ Ալեքսանդրան է հավաքածուն ստեղծել, նշանակում է դու ամենևին էլ տաղանդ չունես։ Ոչ, այս հավաքածուն իմն է։ Ես եմ գծագրել ամեն մի քարը, ամեն մի մանրուք։ Այս ամենն ինձ է պատկանում։ Արտասովոր հարցների ցուցահանդեսի գաղափարն ինձ է պատկանում, միայն ինձ։ Դու ողջ կյանքում Ալեքսանդրային օգտագործել ես, հիմա էլ ուզում ես ինքդ քեզ արդարացնել, միթե բաց չես զգում։ Ոչ, իսկ ինչու պետք է ամաչեմ։ Ես միայն ցավ եմ զգում։ Անհնար է, չի կարող պատահել։ Ինչու ես ինձ հետ այդպես վարվում, քույրիկ։ Ինչ վատություն եմ արել քեզ։ Ինձ նայր, խնդրում եմ, ես քո քույրն եմ։ Դու շատ լավ գիտես, թե այս աշխատանքը որքան կարևոր է ինձ համար։ Ինչու ես իմ գաղափարները գողացել, քույրիկ, ինչու։ Դե, դու այլևս ոչինչ չես կարող անել, որովհետև հավաքածուն արդեն Ալեքսանդրայի անունով է ներկայացվել։ Նրանը բնօրինակն է, իսկ դու կեղծել, գողացել ես այն։ Ինչպես ես զգում քեզ երկրորդական դերում Անաստասիա, ինչպես ես զգում։ Դու ուզում ես լինել հայտնի, հարուստ ու ճանաչված, հիանալի է։ Վերցրու այն ամեն ինչ ուզում ես, Ալեքսանդրա։ Բայց խնդրում եմ քեզ, Ալեքսանդրա, քույրիկս, ինձ ատելությամբ մի նայիր։ Միայն ոչ դու, քույրիկս, ոչ դու։ Դե, Անաստասիա, հիմա դու շատ լավ կհասկանաս։ Արդեն կհասկանաս, թե ինչ է նշանակում տրորված ու ստորացված լինել, այնպես չէ։ Արտասովոր Անաստասիայի վերջը եկել է, այո։ Se acabó la estrambótica Anastasia. Ինչպես է Աուրելիոն, ես լսել եմ, որ նրա վրա կրակել են։ Հիմա արդեն լավ է, նա արագ է ապաքինվում։ Շատ լավ է։ Դե պատմիր ինձ քո մասին արի այստեղ, տեսքդ շատ լավ է, դու շատ գեղեցիկ ես։ Շնորհակալ եմ։ Իսկ փորդ այնքան մեծ է, թվում է, թե միանգամից 10 երեխա ես ունենալու։ Այդպեսի բան մի ասա, պատկերացնում ես ինձ միայնակ այդքան երեխաների հետ, ոչ, Տեր Աստված։ Ոչ, սիրելիս, դու միայնակ չես, մենք քո կողքին ենք, մենք քո ընտանիքն ենք, բացի այդ դու նաև կարող ես հույսդ Սանտիագոյի վրա դնել, այնպես չէ։ Ոչ, նա ասել է, որ իրենից հեռու մնամ, նա իրավացի է։ Եթե ես այդ անիծյալ պայմանագիրը ստորագրած չլինեի, հիմա ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Իսկ ինչու համաձայնեցիր ստորագրել։ Փողի համար, որովհետև իմ դստեր համար փող էր անհրաժեշտ, նաև ծնողներիս։ Ես շատ լավ գիտեի, որ լավ բան չեմ անում, բայց այնուամենայնիվ թույլ տվեցի, որ նա ինձ համոզի։ Ես դրան ասում եմ, որ փողը հեշտացնում է մեր կյանքը, բայց ամեն ինչ չէ, որ փողով է որոշվում, այնպես չէ։ Իհարկե, աղջիկս, դու ճիշտ ես։
Ինչ կարծիք ես Ալեքսանդրայի մասին։ Անկրկնելի էր։ Վիսան, ես շատ երջանիկ եմ իսկապես։ Պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ այդ հիանալի մտքի համար։ Ես այս ամենը մի 80-ամյա ծերուկից եմ սովորել, որ գողացել էր բոլոր նոր գաղափարները իր բիզնեսի առաջընթացի համար, որովհետև իր ունեցած գաղափարներն ու մտահղացումները ոչ ոքի պետք չէին։ Այդպես նա վերջ էր տալիս իր բոլոր մրցակիցներին եւ տիրանում նրանց բիզնեսին, նույնիսկ եթե նրա գաղափարները վատ էին ու հնացած։ Դու շատ խելացի ու հնարամիտ ես, Վիսան, քո գիտելիքների շնորհիվ այսօր ես Բորովսկի ոսկերչական սրահի տնօրենն եմ դարձել։ Գնամ տեսնեմ ինչպես է որդիս, Աուրելիոն։ Գալիս ես ինձ հետ Ռոզա։ Ինչ ոչ, բայց ես եկել եմ։ Այո, իհարկե, գալիս եմ։ Դե արի գնացի։ Այո, գնանք։ Սիրելիս, Առայժմ այս կողմարի։ ողջույն աղջիկս։ Ողջույն։ Վաղ թե ուշ սա պատահելու էր։ Ճշմարտությունը միշտ էլ ջրի երես է դուրս գալիս, իսկ հիմա ես ինձ մեղավոր եմ զգում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում իմ շուրջը։ Ոչ։ Ձեզ մեղավոր մի զգացեք։ Ինձ համար ավելի հեշտ կլիներ ամբողջ մեղքը ձեզ վրա գցել, բայց այդ պայմանագիրը ես եմ ստորագրել։ Ճիշտ է, դուք ինձ վրա ճնշում գործադրեցիք, բայց քանի որ ես փողի կարիք ունեի, Այո։ Հենց այդ պատճառով էլ ես ինձ մեղավոր եմ զգում, Վիոլետա։ Ես օգտվեցի քո ծանր ֆինանսական վիճակից, որ իմ կեղտոտ շահադիտական նպատակն իրականացնեմ։ դե հիմա այլևս ոչինչ վերադարձնել չենք կարող։ Սանտիագոն հեռացել է եւ չեմ կարծում երբևէ կվերադառնա։ Մենք կորցրեցինք նրան։ Այդ տղան իմ ընտանիքի անդամներից ամենալավն է, իսկ ես նրան շատ ցավ եմ պատճառել։ Բայց հիմա աղջիկս, ես ուզում եմ սխալս ուղղել։ Ուզում եմ, որ փնտրես Սանտիագոյին։ Դու պետք է նորից նվաճես նրա սիրտը։ Պարոն Տոնի, ցավում եմ, բայց կարծում եմ, ես չեմ կարող նման բան անել։ Ներիր ինձ։ Գիտեք, ես միշտ քնքշությամբ եմ հիշում ձեզ, ձեր տված բոլոր խորհուրդները, և եթե մենք, դուք և ես մեզ կենդանիների նման ենք պահել, ապա դա արել ենք հանուն Սանտիագոյի։ Գիտեմ, որ դուք էլ եք շատ փոխվել։ Յոլանդան է ձեզ փոխել։ Նա այնպես է արել, որ դուք խաղաղ կյանքով ապրեք։ Նույնն էլ Սանտիագոն է ինձ հետ արել։ Մենք օրհնված ենք, որովհետև մեզ սիրել են, պարոն Տոնի։ Իսկ հիմա տեսեք։ Բավական ժամանակ էր, ինչ նա չէր շարժվում։ Իսկ հիմա սկսեց անհանգիստ շարժումներ անել, որովհետև գիտի, որ իր մեծ պապիկն է իր հետ խոսում։ Մենք արդեն բավական թանկ ենք վճարել մեր բոլոր սխալների համար։ Շնորհակալ եմ։ Նա վերադարձել է, որ վրեժխնդիր լինի ինձնից, և այն ամենն ինչ նա արեց իմ հանդեպ, շատ վատ ու դաժան քայլ էր, նա դավաճանել է ինձ։ Այո, մայրս արդեն պատմել է այդ մասին։
Բայց ես որոշում եմ կայացրել Աուրելիո, ես պատերազմ եմ հայտարարել Ալեքսանդրային։ Մենք կկռվենք, եթե իհարկե դա է նրա ուզածը, բայց նրան դաժան ու ծանր մարդ է սպասվում։ Ես չեմ պատրաստվում կորցնել քեզ միայն նրա համար, որ նա է այդպես ուզում, ոչ մի դեպքում։ Հիմա արդեն պատերազմելու իմ հերթն է։ Porque mi amor cabe perfecto entre tus manos, se hace pequeño el calendario cuando... Դու ինձ դավաճանեցիր այն ամենից հետո ինչ արել եմ քեզ համար։ Դու ամեն ինչ ասել ես իմ շնորհիվ։ Ես դա ոչ թե դավաճանություն, այլ արդարություն կանվանեի։ Արդարություն այն բոլոր ցավերի ու դժբախտությունների համար, որ դու պատճառել ես ինձ։ Այն ամենի, որ գոռում ու վաստացնում ես ինձ։ Բայց այդպես քեզ մարդ եմ դարձրել։ Օրս նման սրիկա, որն այլևս այս տանը չի ապրում, որովհետև դու այնպես արեցիր, որ մայրս հորեղբայր Ակվիլեսի գիրկն ընկնի։ Քո մեղքով է եղբայրս Սանտիագոն իրեն աշխարհի ամենադժբախտ մարդը զգում։ Դու այս տան դժբախտություն ես, դու ժանտախտ ես։ Այո, ժանտախտ։ Հիմա կտեսնենք ժանտախտն ով է։ Ոչ մի դեպքում Տոնի Բորովսկի չհամարձակվես։ Այդ դու պետք է վճարես քո բոլոր արածների համար եւ հենց դու էլ պիտի ապտակներ ստանաս։ Ու այդ ապտակը հասցնելու հաճույքը իմ վրա եմ վերցնում։ Ներիր ուղղակի չկարողացա զսպել քեզ համբուրելու ցանկությունս։ Բայց մենք հիմա այլ բանի մասին էինք խոսում։ Այո, բայց ինչի մասին էինք խոսում։ Մոռացա։ Վերջ Աուրելիո, ես լուրջ եմ խոսում գրողը տանի։ Միթե չես տեսնում, թե ինչ է կատարվում։ Ես շատ բարկացած եմ, որովհետև իմ հարազատ քուրը դավաճանել է ինձ։ Դա կարծես քիչ է եկել է այստեղ ու իմ փոխարեն հանդես եկել։ Լավ սիրելիս, նախ եւ առաջ դու պետք է հանգստանաս, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե Ալեքսանդրը ինչու էր այստեղ եկել։ Նա բազմիցս ասել է, որ ուզում է քեզանից վրեժխնդիր լինել։ Այո, բայց ինչ է նա պատրաստվում անել։ Եթե սա նրա առաջին հարձակումն է, ուզում եմ իմանալ հաջորդ քայլը որն է լինելու։ Նա ինչ-որ մեկին վարձելու է, որ սպանի ինձ։ Արի այստեղ, արի ինձ մոտ։ Ամենակարևորն այն է, որ դու հանգիստ քեզ պահես, որովհետև բարկանալը ոչինչ չես հասնի, պարզ է։ Նա քո դեմ պատերազմ է մղում, որովհետև չի ուզում, որ մենք միասին լինենք։ Բայց մենք հիմա ավելի քան միասնական ենք։ Այո։ Ճիշտ ես։ Լսիր, քույրդ ուզում է բաժանել մեզ իրարից։ Մենք պետք է ապացուցենք, թե մեր սերը որքան ամուր է։ Ես ու դու միասին կպայքարենք։ Մենք կապացուցենք, որ ոչ ոք երբեք մեզ չի բաժանի իրարից։ Պարզ է, ոչ ոք եւ երբեք։ Tú llegaste así, sin avisar, con tus risas cortas mi debilidad, manos que se rozan en el sofá. Տատիկ, գիտես, ցուցահանդեսը մեկ ամսից է տեղի ունենալու։ Դե Ալեքսանդրան գողացել է Անաստասիայի բոլոր մտահղացումները, ներկայացրել է այնպես, թե իբր այդ ամենը իր գաղափարներն են։ Դու այդ մասին գիտես։ Ինչ անենք։ Դու դեռ մտածում ես, որ արժե պայթուցիկ տեղադրել։ Դե հիմա տեսնեմ ինչպես ես խփելու։ Որ իր այստեղից։ Եթե այստեղ ես եկել, որ վիրավոր ես ինձ ուրեմն հեռացիր։ Դու այլևս ինձ հարկավոր չես, Օվիդիո։ Իսկ դու աղջիկ, ինչպես կարող էիր այդքան ցած ընկնել։ Ինչպես կարող էիր այդպես վարվել հարազատ քրոջդ հետ։ Ես դա մեծն պարոն Տոնիից եմ սովորել։ Միթե դու չես ինձ սովորեցրել դաժան լինել։ Այ քեզ հանդգնություն։ Ես ի վիճակի չէի վատություն անել որևէ մեկին, հատկապես քույրերիս, բայց դա ինքներդ ինձ սովորեցրիք։ Միթե չեք հիշում, որ առևանգել էիք ինձ։ Ոչ, ձայնդ կտրի լռիր։ Դա ճիշտ չես, ստում ես։ Իհարկե ճիշտ է։ Դուք եք ինձ այնպիսին դարձրել։ Դուք առևանգեցիք ինձ, որպեսզի Աուրելիոին ստիպեք դնթեի թեստ հանձնել, որովհետև նա դա չէր ուզում անել, եւ դրանից հետո միայն թույլ տվեցիք, որ նա ամուսնանա ինձ հետ։ Դա ձեզ համար լավագույն տարբերակն էր։ Դա ձեզ համար էր լավագույն տարբերակ, այլ ոչ թե մեզ համար։ Դուք ինձ օգտագործել եք այնպես, ինչպես այս տան բոլոր անդամներին։ Ստիպել եք անել այն, ինչ հարկավոր էր ձեզ, իսկ հիմա ինչպես կարող եք ինձ որևէ բան ասել։ Ինչ բարոյական իրավունքով եք ինձ քննադատում։ Անաստասիան պետք է տառապի այն ամենից, ինչ անում եմ նրա հանդեպ։
Եվ նույնիսկ ավելին, շատ ավելին, դեռ կտեսնեք։ Այ քեզ անհաջողություն։ Նույնիսկ բացման օրը չկարողացանք մարդկանց այստեղ հավաքել։ Դե լավ քերի, ամեն ինչ դեռ առջևում է։ Ոչ վաղն ամեն ինչ լավ կլինի, հենց վաղը։ Իհարկե, կարծում եմ մենք պետք է մի բան անենք, պետք է գովազդ կամ հայտարարություն տանք։ Ճիշտ է, դա շատ լավ գաղափար է, հրաշալի է։ Լսեք, իսկ ինչ կասեք, եթե ես ու Էմիլիան այն դրսում բաժանենք լողազգեստով մարդկանց, կանգնեցնենք երթևեկությունն ու բաժանենք մարդկանց։ Ոչ, մենք չենք կարող իրագործել այդ խենթ գաղափարները, խնդրում եմ։ Նրանց կթվատենք ծայրահեղված վիճակում ենք գտնվում։ Եթե դա այդպես չէ, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ես դուք չեք կարողանա գրոշ անգամ այդ մարդուն վճարել։ Այդ մարդը, Աստված իմ այդ մարդը։ Ինձ դեռ հանցագործի մասին մի խոսեք։ Ողջույն, ձեզ մոտ դեռ բաց է։ Ողջույն։ Այո։ Չգիտեմ, որովհետև խոհարարը այստեղ չէ, ես չգիտեմ։ Ոչ, իհարկե, համեցեք, ներս եկեք։ Յադիրա, մենյուն բեր, խնդրում եմ։ Այո, Բարի գալուս քաղաքի լավագույն ռեստորան։ մեր ռեստորանի գները հիանալի են։ Դե գնա, արագացրու Յադիրա։ Քերի, մեր առաջին հաճախորդների համար գինի բեր։ Մի շիշ ամենալավ գինուց բեր։ Դեզ այն շատ դուր կգա։ Տեր Աստվածին։ Ողջույն։ Համեցեք։ Պարոն Ասպիլե, շարժվեք, չեք տեսնում մարդիկ գալիս են, դե շարժվեք տեղից։ Աստվածին, իսկ Ագրիպինան դեռ չկա։ Տեսնես որտեղ է նա, որտեղ է Ագրիպինան։ Ոչ, ես այսօր քեզ հետ կմնամ, հապա ժամին նայիր, իսկ Յոլանդան դեռ չկա։ Մի անհանգստացիր, ես քեզ մոտ կմնամ։ Սիրելիս, ինձ լսիր, խնդրում եմ, լսիր ինձ։ Դու պետք է տուն գնաս ու հանգստանաս։ Ինձ համար անհանգստանալու կարիք չկա, այսօր քեզ համար շատ ծանր օր է եղել։ Ինչ է պատահել։ Ինչ լավ ժամանակ եկար Կատալինա։ Ես քեզ այնքան շատ եմ զանգել, իսկ դու չէիր պատասխանում, կարող եմ իմանալ որտեղ էիր։ Ոչ, քույրիկս, ոչնչից չբողոքես, լավ։ Լսիր, ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ սկսում են ինձ հետևել եւ դայակություն անել։ Ես ընկերներիս հետ խնջույքի էի գնացել, պարում էինք, զվարճանում։ Ինչ է պատահել։ Հետո կխոսենք այդ մասին, աղջիկ։ Ես եկա սիրելիս, ներիր, որ ուշացա։ Մի անհանգստացիր, մայրիկ, ամեն ինչ կարգին է։ Բանն այն է, սիրելիս, որ ես աղոթում էի եւ բոլորովին մոռացել էի ժամանակի մասին։ Ցերված քայլում էի փողոցներով, բայց ես արդեն այստեղ եմ, այնպես որ աղջիկներ դուք կարող եք գնալ։ Ես կմնամ նրա հետ, այսօր ես կխնամեմ նրան։ Քերի, այո, 8 բաժակ սուրճ բեր։ Քերը 6 բաժին սպագետի։ Այն երկու սեղանի հաշիվ Ակվիլես, խնդրում եմ։ Esta es la que quieren. Esa es la que quieren. ¿Quieren que quizás? Esta vuelta. Բարի գալուստ, մեծն գրիպի ռեստորան։ Գրիպի ես եմ։ Պարոնեք, ռեստորանի տերը եկավ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Բանն այն է, որ ես շատ երախտապարտ եմ այս հնարավորության համար։ Այո, հայր Խուան, ես այստեղ ամեն ինչ կանեմ, որ մոռանամ Վիոլետային։ Ձեր օրհնությունը, հայր։ Աստված օրհնի ձեզ։ Ուրեմն նշանակում է Սաբաթ սկիզբ է Սանտիագո։ Ես քեզ այստեղ չեմ բերել Վիոլետային մոռանալու համար։ Բերել եմ, որպեսզի լավ մտածես, թե ինչպես վարվես կյանքի դեմ։ Սանտիագո, այս մարդիկ իսկական սիրո ու քնքշանքի կարիք են զգում։ Դու չես կարող նրանց օգտագործելով մոռանալ այն, ինչ քո սիրտն է զգում։ Ոչ, հայր Խուան, երբեք խոստանում եմ, որ հնարավոր ամեն բան կանեմ։ Դա այնքան էլ հեշտ չէ։ Շատ աշխատանք է պահանջվելու այս ետնախորշերում, դու այստեղ ստիպված ես լինելու աշխատել շատ վշտացած ու դառնացած երիտասարդների հետ, նրանք շատ չարացած են, բարկացած, իսկ դու որպես իսկական քրիստոնյա պետք է օգնես նրանց։ Դե, ինչից կարող եմ սկսել։ Դա արդեն դուր է գալիս ինձ։ Մենք այստեղ շատ ենք աշխատել, բայց այստեղ դեռ կան բռնության և թմրանյութերի հետքեր։ Շատ մարդիկ սպասում են, որ իրենց ձեռք մեկնեն, որ նրանց ճիշտ ուղու վրա կկանգնեցնեն Սանտիագո։ Չես պատկերացնի, թե որքան մարդ է այստեղ զգում քո կարիքը Սանտիագո։
Ողջույն սիրելիս, ես այնքան երջանիկ եմ։ Պատկերացնում ես Աուրելիոին դուրս են գրել հիվանդանոցից։ Չի կարող պատահել։ Ապա նայիր ահանա։ Այս մարդը շատ ամրակազմ պապիկ, իսկապես, ապա նայիր նրան։ Նա 2 օր առաջ է վիրահատվել։ Եվ տես թե ինչ լավ է նրա տեսքը, ես որոշեցի, որ նա կարող է տուն վերադառնալ։ Կարծում եմ տանը լավ ավելի արագ կապակինվի, իսկապես օրեղբայր։ Այսօրվանից դու իմ հերոսն ես։ Լսիր, ես իսկապես շատ երջանիկ եմ, որ դու արդեն տանը, շատ շնորհակալ եմ Լեոն։ Այնքան լավ է, որ դու նորից տանն ես որդիս։ Ինչու ես այդպիսի դեմք ընդունել տոնի։ Ինչու ես այդպես դու ոսկեչական սրահի հաշիվները ստուգեցիր։ Խնդրում եմ միայն այդ թղթերին նայելիս արդեն մոտս սրտխառնոց է առաջանում։ Կարևորն այն է, որ Աուրելիոն կրկին այստեղ է։ Բայց մի բան էլ, գործի մասին ոչ մի խոսք։ Մոռացիր վանականի մասին, երազների խաչի մասին, լավ։ Հիմա ամենակարևոր բանը հորեղբայր առողջությունդ է։ Իսկ կապակինվելուց հետո եթե ցանկանաս, կարող ես զբաղվել վանականով։ Մի անհանգստացիր Լեոն։ Ես շուտով կապակինվեմ։ Եվ դու որպես բժիշկ դեռ շատ կզարմանաս, թե ինչ արագ եմ ապակինվում։ Ուշադիր եղիր Լեոնի հետ, որտիսի շիր դու չես կարող այս աշխարհում երկու կյանք ունենալ։ Ինչ է ասում դες։ Նա իրեն լավ է զգում, անգամ բողոքում է։ Տեսնում ես հորեղբայր։ Չնայած մենք երկուսս էլ միևնույն կնոջն ենք սիրում, բայց ես փրկեցի քո կյանքը։ Նախ ֆուտբոլի թիմ կկազմենք։ Իսկ գիտեք ինչու։ Որովհետև խաղալիս խնդիրների մասին չենք մտածում։ Ոչ էլ թմրանյութերի մասին ենք մտածում։ Ոչ էլ ուրիշների համար խնդիրներ ստեղծելու մասին։ Իսկ խաղալիս մոռանում ես, որ քաղցած ես։ Երբ ստամոքսը սկսում է ձայներ արձակել, ուզում ես գնդակը կուլ տալ։ Ոչ ճիշտ է, դու իրավացի ես, բայց չես կարող գնդակը կուլ տալ։ Բայց գիտես ինչ։ Անունդ ինչ է։ Յորման, բայց ինձ Լիմբիկի են անվանում։ Հիանալի է Լիմբիկի։ Դու գիտես թե որքան են վաստակում Ռոնալդինոն կամ Սավիոլան կամ Արամգոն։ Այն վենեսուելացին, որը ֆուտբոլ է խաղում Իսպանիայում։ Գիտես ով է։ Նրանք շատ փող են վաստակում եղբայր, բայց սկզբում նրանք են քեսպես մարդիկ եղել։ Հիմա նրանց բոլորովին չի անհանգստացում, թե ինչ են ուտելու կամ հագնելու։ Եվ ամենալավն այն է, որ նրանց իրենց խաղի համար վճարում են։ Հիմա դες մի բան եմ ուզում հարցնել։ Ուզում եք որ դեր վճարեն խաղալու համար։ Այո։ Շատ լավ։ Ուրեմն մենք այլևս այդ մասը չենք խոսի։ Ով է ուզում դառնալ թիմի ավակը։ Ուրեմն դու կլինես թիմի ավակը, բարեկամս։ Ինչ լավն է, հապա նրան նայիր։ Օրհնիր ինձ։ Նա շատ լավն է։ Նա այնպես արեց, որ Լիմբիկին անի այն, ինչի մասին որ միշտ երազել է, նա իմը կլինի։ Դուք պետք է թույլ տաք, որ նա իր գործն այն ասուր, բայց դուք մահկանացուներ եք փողոցայիններ։ Քեզ ինչ պատահեց։ Նա հարբած է գրողը տանի։ Գնացինք այստեղից։ Իմ որդին։ Իմ որդին։ Եվ ամենավատն այն է, որ ես շատ թանկ եմ վճարում այն ամենի դիմաց, ինչ տվել եմ իմ երեխաներին եւ թողնել նրանք բոլորն ատում են ինձ։ Աստված իմ նման բան մի ասա տոնի։ Ընտրում եմ, ես ասում եմ այնինչ կա, ասում եմ այնինչ կա Յոլանդա։ Անցած օրը Օվիդիոն այստեղ էր։ Ես երբեք չէի մտածում, որ նա կարող է ինձ հետ այդպես վարվել։ Ես գիտեի, որ նա ընդունակ է անել այն ամենը կապված ոսկերչական սրահի հետ։ Ես երբեք չէի կասկածում դրանում։ Միգուցե ճիշտ չէ այդպես վարվել հայրիկ, բայց այս ընտանիքի բոլոր անդամները զգում են, որ դու իշխում ես նրանց։ Հիմա նրանք ազատ են եւ իրենց սեփական ճանապարհն են փնտրում։ Միգուցե նրանք սխալ են գործում, բայց ճշմարտությունը դա է։ Եվ շատ լավ կլինի, որ իմանաս նրանց համար դու այն նույն Անտոնիո Բորովսկին չես, ում նրանք ենթարկվում էին։ Նրանք բոլորը երես են թեքել ինձանից Յոլանդա, բոլորը։ Ինձ հավատարիմ մնացել եք միայն դու, Պիան, Գրեգորյան, իմ աղջիկը, որն ուզում է ամուսնանալ Մակոյի հետ։ Այլ կհեռացնի ինձանից իմ աղջկան։ Ես կորցնում եմ ընտանիքս։ Ախր ես նրանց էի նվիրել իմ ողջ կյանքը։ Ես պատժվում եմ գոռոզ ու փառամոլ լինելուս համար։ Գիտես ինչ հայրիկ։ Ես ինձ պարտված չեմ համարում, որովհետև ինձ համար այդքան էլ հեշտ բան չէր վերականգնել ընտանիքի սերը ու հարգանքը։ Մի անհանգստացիր։ Ես կօգնեմ քեզ կարգի հրավիրել քո ընտանիքի անդամներին։ Դե կտեսնես։ Լսիր Կոնստի, գիտես ես մյուս բոլոր նորմալ կանանց պես եկեղեցում եմ ամուսնանալու։ Դու պատրաստվում ես ամուսնանալ այդ մեծ փորով։ Իհարկե ոչինչ հիմարն ես։ Ինչպես կարող եմ ամուսնանալ փորիս հետ։ Ես Մակոյի հետ եմ ամուսնանալու։ Գոյտա, ոչինչ չես հասկանում։ Պարոն։
Այո, ես ուզում էի ասել, որ փախուստի մեջ գտնվող Կոնստանսան այստեղ է։ Նա ինձ հետ այստեղ Բորովսկիների տանն է, եւ ես ուզում եմ, որ նա բանտ նստի։ Ես ես խորհուրդ կտամ, որ հենց հիմա ոստիկանների հետ միասին այստեղ գաք։ Լսիր, բայց քեզ ինչ պատահեց, դու գժվել ես։ Ինչ ես անում։ Ես հանձնում եմ արդարադատությանը, Կոնստանսա, դու գող ես, քո տեղը բանտն է, այնպես որ պատրաստվիր, որովհետև դու այլ ելք չունես։ Շատ ապրեք, ինչ է լավ գնդակ է, ապրեք։ Խնդրում եմ, չեք թե այդ գնդակը։ Շատ լավն է, 2000 արժե։ Ես փող չունեմ, բայց կարող եմ քեզ ուտելիք տալ։ Ինչ էի ասում, ուտելիք միշտ կա, բայց փող չկա։ Դե լավ, ես այդ առաջարկը կընդունեմ, որովհետև համբուրգերը շատ վատն էր։ Որտեղ կարող եմ մի բան ուտել։ Գնա եկեղեցի հարցրու հայր Խուանին։ Այնտեղ քեզ ուտելու բան կտան եւ հատուց։ Կարող ես անգամ լոգան կընդունել եւ փոխել շորերդ։ Ճիշտ ես, ակի շորերն էլ շատ հին են։ Իսկ դուք չեք գա։ Դե ուրեմն ձեզ երկուսի դեր կսպասեմ։ Գիտես թե ինչ է այս ամենը, Կատալինա։ Այն բոլոր նմուշները, որ Ալեքսանդրան ինձանից գողացել է, բոլորը։ Հանգիստ։ Ես չեմ կարող հանգստանալ, Կատալինա, ինչպես է հնարավոր, որ իմ քույր Ալեքսանդրան ինձ հետ այդպես վարվի։ Ես չեմ կարողանում այս ամենին հավատալ։ Հանգստացիր, քույրիկս, այդքան մի բարկացիր, ես հասկանում եմ քեզ, բայց այդ գծագրերը պատրելու կարիք չկա։ Հանգստացիր, պետք չէ այդպես խելամիտ եղիր։ Դու կարող ես գնալ ու կռվել այն մարդու հետ, ով քեզ հետ այդպես է վարվել։ Գնա ու այդ դժբախտի հետ հարցերդ լուծիր։ Ես ուզում եմ պարզել, թե ով է նման բան արել, Կատալինա։ Երդվում եմ, ուզում եմ իմանալ, թե ով է եղել այդ անիծյալ սրիկան, որ այս ամենը նրանց է տվել։ Երդվում եմ, որ կպարզեմ դա։ Օվիդիո, այս խնդիրը վերաբերվում է մեզ, 3 քույրերիս, այնպես որ գնա խնդրում եմ։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիք է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ